Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1512-րդ օրն է։ Ուրախ եմ նորից ողջունել ձեզ եւ այս եթերի կազմակերպելու հնարավորության համար։ Այսօր ունենք բազմաթիվ կարևոր եւ դրական նորություններ։ Ուկրաինական պարտիզանները հասել են մինչև Կարմիր հրապարակ, աթեշ ուկրաինական ընդհատակի գործակալները թափանցել են ագրեսոր երկրի մայրաքաղաքի հենց սիրտը, Մոսկվայի կենտրոն։ Ռուսական ագրեսիայի դեմ դիմադրության շարժման ներկայացուցիչները հայտնել են Կարմիր հրապարակում իրենց գործակալների աշխատանքի մասին։ Աթեշի պաշտոնական էջը հրապարակում է կադրեր, որտեղ ակտիվիստները գտնվելով Մոսկվայի Կրեմլի մոտ ձեռքերում պահում են թեմատիկ թերթիկներ։ Ռուսաստանի դեմ դիմադրության միանալու կոչով շարժումը հիշեցնում է, որ Ռուսաստանում սահմանված է բնակչության նկատմամբ տոտալ վերահսկողություն, իսկ հատուկ ծառայությունները անդադար աշխատում են ցանկացած սպառնալիք հայտնաբերելու ուղղությամբ։ Չնայած դրան, ընդհատակի մասնակիցները հնարավորություն են գտել այս խորհրդանշական քայլն անելու համար։ Սա նաև ակնարկ է Պուտինին, որ մայիսի 9-ից առաջ ուկրաինացիները Մոսկվայում են եւ հենց կենտրոնում, Կարմիր հրապարակում, այլ կերպ ասած, մերոնք պատրաստ են շքերթին։ Եզրակացությունները թողնում ենք հասկացողներին։ Այս ֆոնին առավել ահազդու է հնչում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը, ով նշել է, որ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային մարտի դաշտում եւ պետք է հնարավորինս շուտ ավարտի պատերազմը։ Իդեպ, սա Գերմանիայից միակ կարևոր եւ հաճելի նորությունը չէ։ Եթե հիշում եք, մեր եթերներում ես պատմում էի Դենիս Շտիլերմանի նախաձեռնության մասին համաեվրոպական հոբ համակարգի վերաբերյալ, ինչը կարող է նաեւ Հայաստանին վերաբերյալ համապատասխան քաղաքական կամքի դեպքում։ Այդ նախաձեռնության կարևորության մասին օրերս հայտարարեց նախագահ Զելենսկին, իսկ քանի որ Զելենսկին խոսքերը կամուն չի տալիս, նախորդին Գերմանիայում կարևոր քայլեր ձեռնարկվեցին, բայց այդ մասին կպատմեմ 1-2 րոպեից։ Պետք է նշեմ, որ անցած օրերը հարուստ էին ռազմական իրադարձություններով, ռուսները ինչպես միշտ զբաղված էին ոչ ռազմական օբյեկտներին հարվածելով, օրինակ ենթակայաններին կամ Պեչենեժսկայա ամբարտակին, որի վրա նրանք բազմաթիվ ռումբեր նետեցին, բայց այդպես էլ չկարողացան իրենց նպատակին հասնել։ Կարծում եմ ձեզանից շատերը արդեն տեսել են այդ ողբերգակատագերգական կադրերը, եթե կարելի է այդպես ասել, մեր Telegram-յան ալիքում։ Այսպիսով ռուսական զորքերը փորձել են էկոլոգիական աղետ առաջացնել Ուկրաինայում, 4 նրանց գցած զինամթերք ընկել է հիդրոկառույցների մոտ, եւս 2-ը ջրի մեջ, որևէ լուրջ վնաս չհասցնելով կառուցվածքին, ընդ որում ընդգծվում է, որ հարվածը հասցվել է գարնանային վարարումների ժամանակահատվածում, երբ ջրի մակարդակը առավելագույնն է։ Ամբարտակի կործանման դեպքում դա կարող է հանգեցնել գետի հոսանքն ի վար գտնվող բնակավայրերի մասշտաբային հեղեղումների եւ լուրջ էկոլոգիական հետևանքների, չհասնելով իր առջև դրված նպատակին։ Ռուսական կողմը սկսեց կեղծ լուրեր, ֆեյքեր տարածել օբյեկտի իբր վնասման եւ ջրի վթարային բացթողումների մասին։ Ուկրաինայի զինված ուժերը ընդգծել են, որ ջրի մակարդակի կարգավորումը ընթանում է հաստիկային ռեժիմով, խախտումներ չկան։ Միևնույն ժամանակ օբյեկտի անմիջական հարևանությամբ ապրող ուկրաինացիներին հորդորում են լինել պատրաստ, ագրեսոր երկիրը կարող է նորից իրականացնել ամբարտակը կործանելու ահաբեկչական փորձ։ Ահա թե ինչպիսին է պուտինյան բանակը, պատերազմում է բացարձակ բնակիչների դեմ։ Իրենց Դաղստանը ջրի տակ թաղվել է, ոչինչով չեն կարողանում օգնել։ Իրենք ուզում են տեղական մասշտաբի նման ջրհեղեղ Ուկրաինայի մարզերից մեկում ստեղծել։ Դե կարևորը որ մենք գիտենք նրանց մտադրությունների մասին։ Ռուսական բանակը երեքշաբթի օրը հրթիռային հարված է հասցրել ուկրաինական Դնեպր քաղաքին։ Հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, 25-ը վիրավորվել են տարբեր աստիճանի, 10-ը ծանր են։ Հրթիռային հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Դնեպրի իշխանությունները ապրիլի 15-ը սգոր են հայտարարել ի հիշատակ ռուսական հրթիռային հարվածի զոհերի։ Սա պուտինյան բանակի տիպիկ վախկոտ ձեռագիրն է։ Լուսանկարը ձեր էկրաններին է, տեսնում եք քաղաքացիական շինության են հարվածել։ Այս ֆոնին մեկը մյուսի հետևից ստացվում էին կարևոր հաղորդագրություններ Ռուսաստանի ռազմարտությունաբերական համալիրի օբյեկտների վրա հարձակումների մասին, Լիպեցկի մարզից եւ Թաթարստանից հարձակումների մասին կադրերը արդեն մեր Telegram-յան ալիքում են, հավանաբար շատերդ արդեն տեսել եք։ Նաեւ ծայրահեղ բարտացել է իրավիճակը օկուպանտների համար Ղրիմում եւ այլ ժամանակավոր օկուպացված տարածքներում։ Եթերի երկրորդ մասում կպատմեմ ձեզ բոլոր հնարավոր մանրամասները, իսկ առայժմ շարունակեմ Գերմանիայի թեման։
Բերլինում Ուկրաինան եւ Գերմանիան պայմանավորվել են ռազմական օգնության նոր փաթեթի շուրջ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Մասնավորապես նոր փաթեթը ներառում է հոբ համակարգեր, անօդաչու սարքեր եւ զինամթերք Գերմանիայից։ Մեջբերում եմ, մենք բարձրացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի, ընդգծել է Մերցը։ Երկու երկրները նաեւ ստորագրել են մի շարք համագործակցության համաձայնագրեր, այդ թվում պաշտպանության ոլորտում։ Կիևը եւ Բերլինը սկսել են աշխատանքը անօդաչուների մասին մեծ համաձայնագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսում։ Drone deal-ի նախաձեռնողը Ուկրաինան է, ըստ Զելենսկու տվյալների, համաձայնագիրը կլինի երկկողմ եւ կվերաբերի տարբեր տեսակի դրոնների, ինչպես նաեւ հրթիռների, ծրագրային ապահովման եւ այլ ժամանակակից սպառազինությունների արտադրությանը։ Մեր թիմերը սկսում են կոնկրետ աշխատանք, մեր փորձը կարող է ինտեգրվել եվրոպական անվտանգության համակարգին եւ Մերձավոր Արևելքի ու Պարսիստոցի երկրների հետ մեր այսօրվա համագործակցությունը նրանց դեմ մշտական հարձակումների պայմաններում ապացուցում է, որ մեր փորձը եւ մեր առաջարկները, մեր drone deal-ները ամենաարդյունավետն են, ասել է Զելենսկին։ Նա հստակեցրել է, որ արդեն կա պայմանավորվածություն Ուկրաինայում դրոնների արտադրությանը Գերմանիայի մասնակցության վերաբերյալ։ Այսօր այն զենքի մեծ մասը, որն Ուկրաինան օգտագործում է տարբեր տեսակի հեռահար գործողությունների մարտի դաշտում կամ երկնքի պաշտպանության համար, արտադրվում է Ուկրաինայում։ Հենց այստեղից են բխում տարբեր երկրների հետ մեր drone deal-ի հնարավորությունները, ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ Ուկրաինան ռազմական արդյունաբերության հսկայական ներուժ ունի, այդ թվում արտադրությունը 2 անգամ ավելացնելու հնարավորություն, բայց դրա համար իհարկե գումարը անհրաժեշտ, իսկ գումարը, ինչպես հայտնի է, գտնվում է գործընկերների մոտ։ Իմ կողմից ավելացրեցի, սա լիովին փոխշահավետ համագործակցություն է, մենք այլևս պաշտպանություն չենք խնդրում, ինչպես նախկինում, մենք առաջարկում ենք զարգացում եւ պաշտպանություն։ Ասեմ նաև, որ Զելենսկին պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինան բանակցություններ է սկսում եվրոպական գործընկերների հետ երկնքի պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Ուկրաինան առաջարկում է ժամանակակից օդային սպառնալիքների, բալիստիկ հրթիռների եւ դրոնների դեմ պայքարի իր բացառիկ փորձը ներառել եվրոպական անվտանգության ընդհանուր ճարտարապետության մեջ, քննարկվում է Ուկրաինայի երկնային վահան նախաձեռնության լիիրավ անդամ դառնալու հնարավորությունը, ինչը թույլ կտա համակարգել ամբողջ տարածաշրջանի որպես միասնական ցանց։ Զելենսկին ընդգծել է, որ սա ռազմավարական ընտրության հարց է, կամ Ուկրաինան դառնում է եվրոպական անվտանգության համակարգի մաս, կամ Եվրոպայում ոմանք ռիսկի են դիմում դառնալ ռուսական աշխարհի մաս։ Ինձ թվում է պարզ եւ հստակ հայտարարությունը։ S1-ին Ռուսաստանում իրենց բանսարկություններով են զբաղված։ Ռուսաստանում ընթանում է ՖՍԲ-ի եւ ԳՌՈՒ-ի այն գեներալների զտումը, ովքեր պատասխանատու էին հատուկ ռազմական գործողության սկզբի համար։ Ռուսական ռեսուրսները, որոնք կապված են այդ երկրի հատուկ ծառայությունների հետ, այսպես են ձևակերպում իրենց լուրերը, հայտնում են, որ ընթանում է բարձրաստիճան հատուկ ծառայողների զտում, այսինքն զաչիստկա, ոչնչացում, ովքեր նախապատրաստել էին ներխուժումը Ուկրաինա։ Ըստ ռուսական ալիքների տվյալների 25 թվականի ամռանը Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած խորհրդավոր պայթյունը այդ գործընթացի դրվագներից մեկն է։ Միջադեպը, որը տեղի է ունեցել 25 թվականի օգոստոսի 24-ին, հենց սկզբից բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Գեներալ Ալեքսեյ Տիտովը մի անհատականություն է, ով անմիջականորեն կապված էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի սկզբի հետ։ ՖՍԲ-ի հետ կապված աղբյուրներում ակնարկում են, որ հենց ռուսական հատուկ ծառայություններն են զբաղվում այս զտումներով, հավանաբար նրա համար, որ հանկարծ ոչ ոք չմտածի Ուկրաինայի պատժիչ հնարավորությունների մասին, նրանք դեռ փորձում են ամեն ինչ թաքցնել, իսկ եթե չի հաջողվում, սկսում են լեգենդներ հորինել ռուսական քարոզչության երկրորդ էշելոնի համար, հիմնականում տելեգրամային ալիքների։ Պաշտոնական վարկածն այն է, թե հելիումով լցված բալոն է պայթել։ Ուկրաինական կողմը ոչ մի կերպ չի մեկնաբանում այս միջադեպը, ես պարզապես ձեզ ծանոթացրեցի ռուսական մեկնաբանություններին եւ դրանց միտումներին, իսկ Ուկրաինան, եթե ցանկանա, կասի թե ում եւ երբ է պատժել Ռուսաստանի տարածքում։ Ես բազմիցս ասել եմ, որ բոլոր հանցագործները, բոլոր մեղավորները, ովքեր ոճրագործություններ են կատարել ուկրաինացի ժողովրդի դեմ, վաղ թե ուշ կստանան իրենց պատիժը, իսկ ում բախտը բերի, գուցե ողջ մնա մինչև դատարան։ Այդ ընթացքում մեր լսարանին քաջ հայտնի իսրայելցի փորձագետ Դավիթ Գենդելմանը տխուր լուր է հայտնել լիբանանյան ալիքներում հայտնել են Հեզբոլլահի շարքերում 2 հայերի զոհվելու մասին։ Ցավալի է, որ հայերը Հեզբոլլահի շարքերում
կրկնում են։ Դրանք են Ադամ Հեքիմյանը, ում իսրայելական լրատվամիջոցները որակում են որպես ոչ նշանակալի դեմք, եւ Մանուել Բաբիկյանը, ում անվանում են վետերան եւ Բեյրութի հայկական արվարձանի Բուրջ Համուդի տեղական հրամանատար։ Լիբանանի տարբեր հայկական խմբավորումներ տարբեր ժամանակներում եղել են տարբեր կողմերում։ Դավիթը դառնությամբ հիշեցրեց այն անեկդոտը, որտեղ ասվում էր հայր խնայեք հրեաներին։ Իրոք շատ ցավալի է իմանալ մեր հայրենակիցների զոհվելու մասին լուրեր։ Կրկնակի ցավալի է, երբ մեր հայրենակիցները հայտնվում են կամ ռուսական բանակում, որը նույն ահաբեկիչներն են, կամ ասենք իրանական կամ Լիբանանի այս խմբավորումները, որոնք տարբեր երկրներ ճանաչել են նույնպես ահաբեկչական։ Ինչևէ, ցանկացած հայի մահը դաժան լուր է մեր համար։ Հուսանք, որ մեր հայրենակիցները այսուհետև ավելի ճիշտ ընտրություն կանեն, իսկ Ամերիկան նորից ուժի մեջ է դրել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները Վաշինգտոնի կողմից տրամադրված ժամանակը, որ հետաձգման ժամկետի ավարտից հետո, որը տրվել էր Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին, այս մասին Պոլիտիկոն է տեղեկացնում։ Դե իսկ ռուսների մոտ ամեն ինչ նույնն է, նրանք նորից փորձել են թափանցել Ուկրաինայի զինված ուժերի թիկունք գազատար խողովակի միջով, բայց նրանց բռնել են ելքի մոտ եւ բոլորին ջախջախել։ Ագրեսոր երկրի զինվորները փորձել են ներխուժել Ուկրաինայի զինուժի թիկունք Սումի մարզի գազատարի միջով, սակայն խումբը ոչնչացվել է։ Գործողությանը մասնակցում էր ռուս 29 զինծառայող։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ խմբի շարժը նախապես հայտնաբերվել էր հետախուզության շնորհիվ, հակառակորդի երթուղին պարզելուց հետո բոլոր թիրախները ոչնչացվել են դրոնների եւ հրետանու միջոցով։ Ուկրաինացի զինվորականների տվյալներով սա գազատարի միջով թափանցելու առաջին փորձը չէ այս ուղղությամբ, չնայած նախկին կորուստներին ռուսական ստորաբաժանումները կրկին փորձել են օգտագործել գաղտնի երթուղին ուկրաինական դիրքերի թիկունք դուրս գալու համար։ Չգիտեմ սրանց մոտ խողովակի հիվանդությունը ինչ է։ Մինչ ռուսական ալիքները ոգևորված նշում են, որ 150 քառակուսի կիլոմետր գրավել են Սումի մարզի սահմանամերձ գոտում իբր այդ բուֆերային գոտի ստեղծելուն, հետաքրքիր նրբություն ասեմ, Ուկրաինան կարողացել է զգալիորեն մեծացնել FPV դրոնների գործողության հեռավորությունը, օրերս նման դրոնները աշխատել են Դոնեցկի մոտ, ռազմաճակատի գծից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա, մինչդեռ Պուտինյան բանակը 2 տարի շարունակ իր կորուստների հիմնական մասը կրել է հենց մեր զորքերը Դոնեցկից հետ մղելու փորձերի ժամանակ, եւ հիմա պարզվում է, որ դա չի լուծել նրանց խնդիրը, ինչպես եւ չի լուծելու Պուտինի խնդիրները այդ 150 քառակուսի կիլոմետրով Սումի մարզում, միևնույն է ոչնչացվելու են եւ շատ ժամանակ դիակներն էլ չեն հետ տանում, որ հանկարծ զոհերի թիվը չշատանա կամ չգիտեմ միգուցե ազգականներին վճարումներ չտալու պատճառով։ Դոնեցկի օղակաձև ճանապարհի մոտ ռուսական բեռնատարի ոչնչացման տեսանյութը, որը մենք տեղադրել ենք մեր Telegram-յան ալիքում, այն դրոնների օրինակներից է, որոնք հասել են մինչև Դոնեցկ, FPV դրոնները չափազանց արագ են էվոլյուցիայի ենթարկվել եւ ունեն շատ չբացահայտված ներուժ, բացի այդ դրանք էժան են եւ սովորաբար արտադրվում են միլիոններով, այսինքն նշանակում է, որ ռուսները հացները ցամաք կերան, չնայած հաց ուտելու համար դեռ պետք է ցանքսը կարողանան ամբողջապես իրականացնել, դա էլ մի ոլորտ է, որտեղ նրանք խնդիրներ ունեն։ Ընդհանրապես դրոններն ու ռոբոտները աստիճանաբար ստանձնում են էստաֆետը ռազմաճակատում։ Օրերս նախագահ Զելենսկին նկարագրեց ռուս-ուկրաինական պատերազմի ճակատում տեղի ունեցած աննախադեպ իրադարձություն կապված ռոբոտների հետ։ Առաջին անգամ ուկրաինական ուժերը գրավել են հակառակորդի դիրքը բացառապես վերգետնյա ռոբոտացված համալիրների եւ դրոնների օգնությամբ, առանց հետևակի մասնակցության եւ առանց մարդկային կորուստների։ Ի հավելումն դրան, նման գործողության արդյունքում օկուպանտները նաեւ գերի են հանձնվել։ Երևի թե հենց գերի հանձնվելու փաստն է առաջին անգամ, որովհետև նման բան արդեն եղել էր, որ ամբողջությամբ ռոբոտներն ու դրոններն էին դիրքեր գրավել, այդ մասին ես ձեզ հայտնել եմ։ Դա հենց այն ուղղությունից էր, որտեղ իմ որդին է մարտնչում։ Զելենսկին նշել է, որ այսպիսի համակարգերը, ինչպիսիք են Ռատելը, Տերմիտը, Արդալը, Ռիսը, Զմեյը, Պրոտեկտորը եւ Վոլյան, վերջին 3 ամսվա ընթացքում կատարել են ավելի քան 22000 մարտական առաջադրանք։ Սա տվել է հսկայական արդյունք, թույլ տալով փրկել հազարավոր կյանքեր, փաստացի ռազմաճակատի ամենավտանգավոր գոտիները զինվորականների փոխարեն ռոբոտներն են կիրառվում։ Ըստ Զելենսկի, Ուկրաինան շեշտը դնում է հենց մարտիկների կյանքը փրկելու վրա, շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման։
Իսկ ռազմաճակատում անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 337 մարտական բախում, Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ևս 1830 ռուս օկուպանտ եւ 4406 միավոր նրանց տեխնիկան, տրանսպորտը եւ սպառազինությունը, ոչնչացված օկուպանտների թիվը ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի ֆոտո-վիդեո ֆիքսված տվյալների արդեն կազմել է 1,313,970 պուտինյան զինվորական, ռելիզը ձեր էկրաններին է, այսինքն ընդհանուր թիվը հասել է 1,314,000-ի։ Նախքան մեր եթերը շարունակել է, խնդրում եմ ձեզ օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը, խնդրում եմ դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, դա կօգնի մեզ ռուսական քարոզչության դեմ պայքարում, իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ամենօրյա օգնության համար։ Մենք ձեզ հետ իրոք ձևավորել ենք հզոր թիմ, որը պայքարում է թշնամու ապատեղեկատվության դեմ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի դրոնների ռեկորդային խմբաքանակ, առնվազն 120,000 միավոր, Լոնդոնը խաղադրույք է կատարում դրոնների վրա, որոնք ռուսական հարձակումների զսպման հիմնական միջոցներից մեկն է։ 26 թվականին Կիևը կստանա առնվազն 120,000 դրոն։ Մեծ Բրիտանիան հայտնել է, որ Ուկրաինան կստանա հազարավոր հարվածային հեռահար դրոններ, հետախուզական եւ դիտորդական դրոններ, լոգիստիկ հարթակներ, ինչպես նաեւ ծովային անօդաչու համակարգեր։ Մատակարարումները կֆինանսավորվեն բրիտանական ռազմական օգնության նախկինում հաստատված 3 միլիարդ ֆունտ ստերլինգ ծավալով փաթեթից։ Չինական տանկերը, որը փորձում էր ճեղքել ամերիկյան շրջափակումը, չհասավ իր նպատակին։ Իրանական նավահանգիստների ծովային շրջափակման սկզբից ի վեր, որի մասին Ամերիկան հայտարարեց Կիրակի օրը, ԱՄՆ ռազմածովային ուժերը որսացել են առնվազն 8 նավթային տանկեր, որոնք փորձում էին մտնել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից։ Այս ֆոնին Իրանից ինչ տեսակ ապատեղեկատվություն ասես հաղորդվում է, երեք շատ ծիծաղեցրին իրենց իբր լուրերով, թե 50-ից ավել ռուսական նավեր են գալիս Իրանին օգնության։ Երևի թե այդ լուրերը գրողները չգիտեն, որ 50-ից ավել ռուսական նավ Ռուսաստանը պարզապես այս պահին չի կարող հանի ասպարեզ Իրանին օգնելու համար, հա։ Թրամփը այս ֆոնին շարունակում է հակառակորդներ փնտրել դաշնակիցների շրջանում, նույնիսկ Թրամփի նկատմամբ ծայրահեղ լոյալ Մելոնին ստիպված էր նրան իր տեղը դնել Հռոմի Պապի դեմ հարձակումներից հետո, ով տեղեկ չէ, ասեմ, Հռոմի Պապ Լևոն 14-ը դատապարտել է Ամերիկայի եւ Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ եւ կողմերին կոչ արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Դրանից հետո ապրիլի 12-ին Թրամփը քննադատել է Պոնտիֆիկին, նրան անվանելով սարսափելի արտաքին քաղաքականություն վարող, ինչպես նաեւ հայտարարել է, թե հենց ինքն է օգնել նրան գլխավորել կաթոլիկ եկեղեցին, բայց կարող էր չէ Թրամփը փորձել իմաստուն գտնվել եւ չտեսնել ուտար Հռոմի Պապի արտահայտությունը, չէ՞ որ հոգեվոր հայր է քրիստոնեական աշխարհի եւ նա ի տարբերություն Իրանի մոլագար իսլամիստների դեմ է պատերազմի։ Թրամփը եթե իմաստուն լիներ, պարզապես չտեսնելու կտար, որովհետեւ ինքը պրակտիկ խնդիրներ է լուծում Իրանում, իսկ Հռոմի Պապը արժեքներից է խոսում։ Բայց Թրամփը ու իմաստությունը տարբեր հարթությունների մեջ են, ինչպես գիտեք։ ՆԱՏՕ-ում նույնպես մերժել են Թրամփին Հորմուզի նեղուցի հարցում ու այդ ֆոնին նա ման է գալիս ու փորձում է մեկին գտնել, որ կպչի, սկանդալ սարքի, ինչով վերջնականապես վանում է դաշնակիցներին։ Կրկնեմ, արևմուտքի այս տարաձայնությունները ուրիշ խոհանոց են եւ բացի Թրամփից ոչ ոք Ռուսաստանին ոչ մի շանս չի կարող տալ, այնպես որ մեզ գախնի լսող ռուսները թող չուրախանան, սա իրենց չի վերաբերում, սրանք իրադարձություններ են ուրիշ աշխարհից, որից ռուսները դեռ շատ հեռու են։ Միևնույն ժամանակ Եվրոպան մշակում է Հորմուզի նեղուցի ապաշրջափակման իր պլանը առանց Ամերիկայի, Իսրայելի եւ Իրանի, ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, նախաձեռնողները Բրիտանիան եւ Ֆրանսիան են։ Մակրոնը հայտարարել է, որ պլանը նախատեսում է միջազգային պաշտպանական առաքելություն, որում չեն ընդգրկվի պատերազմող կողմերը, այսինքն Ամերիկան, Իսրայելը եւ Իրանը։ Վստահ չեմ, որ դա իրագործելի է, բայց Մակրոնն ու Սթարմերը միջուկային տերությունների ղեկավարներ են, նրանք չեն կարող սեփական առաջարկներ չունենալ։ Իդեպ անցյալ տարի Իրանի հարցով լավագույն առաջարկը նորից Մակրոնինն էր, նա իդեալական էր նաև Հայաստանի համար, ես այս մասին խոսել եմ անցյալ ամառվա իմ 2 եթերներում, բայց Թրամփը, ինչպես գիտենք, այլ ճանապարհով գնաց, իսկ Կիևն ու Բեռլինը պայմանավորվել են մարտական տվյալների փոխանակման շուրջ, դուրս գալով տեխնոլոգիական համագործակցության նոր մակարդակի։ Փոխարենը Ամերիկայի պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը կրկին բաց կթողնի Ուկրաինայի պաշտպանության հարցերով Ռամշտայնի կոնտակտային խմբի նիստը, որը տեղի կունենա այս շաբաթ։ Ամերիկան շարունակում է նվազեցնել կամ իջեցնել իր ներկայության մակարդակը Ուկրաինային օգնող կոալիցիայի ձևաչափում։
Հետաքրքիր է, որ դրանից հետո նրանք զարմանում են եվրոպական պատասխաններից, չէ՞։ Ռուսները նման խոսք ունեն՝ «Какой привет, такой ответ»։ Բայց նորից կրկնեմ, Թրամփի քայլերը մենք չենք վերագրում Ամերիկային, Թրամփը դա Թրամփն է, Ամերիկան մեր բարեկամն է։ Միայն Թրամփի նման մարդը կարող էր կարծել, թե կարող է ճնշում գործադրել Եվրոպայի վրա Օրբանին սատարելով։ Օրբանի հետ կապված իրավիճակը իրոք պատմական ստացվեց, ես կասեի ֆենոմենալ, չնայած Դոնալդ Թրամփի, Պուտինի եւ Չինաստանի բացահայտ աջակցությանը Վիկտոր Օրբանը պարտվեց 26 թվականի ապրիլի 12-ին խորհրդարանական ընտրություններում, ավարտելով իր 16-ամյա կառավարումը, ունենալով 3 միջուկային տերությունների առաջնորդների աջակցությունը, որը բացառիկ բան է։ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց, ինչը նշանակում է, որ Եվրոպան մեր տունն է եւ մենք այն պաշտպանելու ենք խելքով եւ քթից բռնած հետ ենք ուղարկելու բոլոր նրանց, ովքեր որոշել են իրենց քիթը խոթել մեր եվրոպական գործերի մեջ։ Իսկ եթե հաջողվի արագ իրականացնել Եվրոպայի պաշտպանության վերաբերյալ մեր ուկրաինական օրակարգը, ապա Եվրոպային հավասարը չի լինի։ Եվ եթե հիմա ֆինանսները Ամերիկայից փախչում են դեպի Եվրոպա, ապա հետագայում նաև էլիտաները կձգտեն տեղափոխվել հին մայրցամաք, որովհետև Ամերիկան վերածվում է մի մեծ կորպորացիայի, իսկ այդ ոճը խորթ է եվրոպական էլիտաների համար եւ շատերի համար հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իմ համոզմամբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան եւ Հայաստանը, պետք է գտնվեն եվրոպական պաշտպանական եւ տնտեսական համակարգում, թեկուզ Եվրոմիության հետ ինտեգրման տարբեր աստիճաններով, Ինչպես հայտնում է Պոլիտիկոն, Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդերլանդները, ինչպես նաեւ Իտալիան դեմ են արտահայտվում Ուկրաինայի Եվրոմիությանը արագացված անդամակցությանը։ Պատճառները տարբեր են, սկսած տնտեսականից, քանի որ օրինակ գյուղատնտեսական ներուժով քչերը կարող են Եվրոպայում համեմատվել Ուկրաինայի հետ, մինչև ֆինանսական նրբություններ Եվրոմիությունը չի կարող միանգամից ծածկել բոլոր ծախսերը, իսկ քաղաքական պատճառները կապված են աջակողմյան ուժերի շրջանում պոպուլիզմի աճի հետ, ինչը կարող է խարխլել ներկայիս էլիտաների իշխանությունը։ Ես որպես Կիևում ապրող մարդ ձեզ ասեմ, որ դա չի ազդի մեր հայացքների վրա, եթե արագ չընդունեն, միևնույն է գործընթացը ընդունման սկսվել է, մենք հստակ գիտակցում ենք, որ մենք ենք մեր ճակատագրի տերը եւ նույնիսկ Եվրոմիության անդամակցության թեկնածու երկրի ներկայիս պայմաններում բավականին լավ զարգանում ենք, հաշվի առնելով նույնիսկ պատերազմի իրողությունները, իսկ պատերազմը դաժան է, ինչպես գիտեք։ Ինչպես արդեն նշեցի, նախորդին հարված է հասցվել Ելեցի էներգիա-քիմիական գործարանին, որը հանդիսանում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մաս, հետևաբար օրինական թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Ելեցում արտադրում են մարտկոցներ Իսկանդեր հրթիռային համալիրի եւ թևավոր հրթիռների պլանավորման եւ շտկման բլոկների համար։ Ուկրաինայի զինված ուժերի դրոնները գրոհել են Նեբը ռադիոլոկացիոն կայանը, որը գտնվում էր Ղրիմի հարավային ափին։ Այս մասին ասված է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի հաշվետվության մեջ երեկվա գիշերային հարվածի շնորհիվ Ռուսաստանի զինված ուժերը գումարային կորցրել են հակաօդային պաշտպանության 4 կայանք։ Դրանք են Ղրիմի հարավում գտնվող ռադիոլոկացիոն կայանի խոցման հետևանքները, որը ծածկում էր օբյեկտները 600 կիլոմետր շարավղով։ Բացի Ֆեոդոսիայում գտնվող Նեբոուից դրոնները գրոհել են նաև 2 թիրախ Բելգրադի մարզում, օդային տարածքի վերահսկման կետը եւ Կաստա 2E ռադիոլոկացիոն կայանը 150-ից 300 կիլոմետր հեռահարությամբ։ Բացի այդ, օկուպացված Լուգանսկի մարզում Ուկրաինայի զինուժը շարքից հանել է Տոր M1 հոբ համալիրը, որը ունակ է պաշտպանել օբյեկտները 27 կիլոմետր շարավղով։ Հարվածները շատ են, հույս ունեմ հասցնում եք մեր Telegram-ում հետևել բոլոր կադրերին, որոնք մենք ձեզ համար կարողանում ենք հայթայթել։ Արդեն այս գիշեր հզոր կրակի տակ էին գտնվում ինչպես թշնամու թիրախները ժամանակավոր օկուպացված տարածքներում, այնպես էլ բուն Ռուսաստանում, Բելգրադից, որտեղ Վալուկիում այրվում էր նավթաբազան, մինչև Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքը, անհաղթելի լյուտի դրոնները թռել են 1700 կիլոմետր եւ գրոհել Ռուսաստանի համար եզակի քիմիական գործարանը։ Ստերլիտամակի բնակիչները սոցցանցերում պատմել են քաղաքում եւ արվարձաններում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին։ Ըստ նախնական տեղեկությունների, դրոնների հարվածի տակ է հայտնվել Ռոսխիմ հոլդինգին պատկանող Սինթեզ կաուչուկ գործարանը, բռնկվել է մեծ հրդեհ։ Գործարանը կապված է Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանին։ Սինթեզ կաուչուկը Ռուսաստանում միակ ձեռնարկությունն է, որն արտադրում է ընդհանուր եւ հատուկ նշանակության նեոդիմային պոլիզոպրենային կաուչուկներ, որոնք օգտագործվում են անվադողերի եւ ռետինատեխնիկական իրերի պատրաստման համար։ Այս գործարանի արտադրանքը օգտագործվում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրը, ուստի այն օրինական թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Բացի այդ, Ռուսաստանի Բելգրադի մարզի Վալուկի քաղաքում այսօր դրոնները հարվածել են օկուպացիոն բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստներին եւ լոգիստիկային։ Նաեւ հրդեհ է բռնկվել Դոնեցկ
Դոնեցկի մարզի Գորնայի ավանում, որտեղ մշակույթի տանը հենց այդ պահին գիշերում էին Ռուսաստանի զինված ուժերի զինվորականները, բացի այդ թեժ կետեր են արձանագրվել Ղրիմում եւ Սև ծովի ջրատարածքում Ղրիմի կամրջից ոչ հեռու։ Մեր եթերը պատրաստելու պահին գենշտաբից մանրամասներ չկան, այնպես որ հետևում ենք լրահոսին եւ անպայման կհայտնենք, եթե լինեն լրացուցիչ նորություններ։ Ռուսները իրենց ոճի մեջ են ապրիլի 15-ի վաղ առավոտյան ռուս զինվորականները Ուկրաինայի Դոնեցկի մարզի մերձճակատային Սլովյանսկ քաղաքին հարվածել են FAP 1500 ավիառումբով, ամբողջությամբ ավերվել է մանկական մարզական հաստատությունը, որը քաղաքի պատմական հուշարձան էր, ավերվել է վարչական շենքը, եւս մեկը վնասվել է, առնվազն 39 բազմահար շենք եւ 15 ավտոմեքենա նույնպես վնասվել են, հայտնի է մեկ վիրավորի մասին, բացի այդ ռուս զինվորականները հերթական անգամ հարվածային դրոններով գրոհել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները, հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել, վնասվել են պահեստային եւ վարչական շենքեր, նախորդին նույնպես Օդեսայի մարզի հարավում նավահանգստային ենթակառուցվածքին հարվածներ էին հասցվել, Ուկրաինայի զինուժի ռազմաօդային ուժերը ավելի վաղ հայտարարել էին 324 դրոնների եւ 3 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռների գրոհները հետ մղելու մասին, ավերածություններ կան Զապորոժիայում եւ Դնեպրում, Զապորոժիայում հարվածի հետևանքով կրպակի վաճառողուհին է զոհվել, Դնեպրի կենտրոնում հարձակման ժամանակ վնասվել է 9 հարկանի նորակառույց շենք, հրդեհ է բռնկվել վարչական շենքում, տուժել է 3 մարդ, այս տողերի ետևում մարդկանց ճակատագրեր են եւ պատկերացրեք, որ իմանալով, որ Ռուսաստանը ամեն օր կարող է հարվածել ցանկացած կետի, հաշվի առնելով նրանց զինամթերքի ոչ ճշգրտությունը, մարդիկ ամեն օր ռիսկի դիմելով շարունակում են ապրել եւ շարունակում են փորձել իրենց միակ կյանքը ապրել այնպես, ինչպես հնարավոր է պատերազմի պայմաններում։ Իդեպ Ռուսաստանում ընդունել են մի վտանգավոր օրենք, որը սպառնալիք է նաև Հայաստանի համար։ Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ռուսական բանակը կիրառել այլ երկրների տարածքում որոշակի պայմանների դեպքում։ Պետդուման արդեն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենքի նախագծին, որն ընդլայնում է նախագահի լիազորությունները բանակը արտերկրում օգտագործելու հարցում։ Փաստաթուղթը թույլ է տալիս զորքեր ուղարկել այն երկրներ, իբր Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանության համար, այն դեպքերում, երբ նրանք ձերբակալվում են, հետապնդվում են կամ նրանց նկատմամբ կայացվում են դատական որոշումներ, որոնք Մոսկվան չի ճանաչում։ Վերլուծաբանները ենթադրում են, որ օրենքը առաջին հերթին ընդունվել է մերձբալթյան երկրների դեմ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում նույնպես պետք է զգոն լինեն, օրինակ, որպիսի հանկարծ 102-րդ ռազմաբազայի զինվորները չներքաշվեն Հայաստանում ձերբակալված ռուսների կամ ռուսաստանցիների ազատագրման գործընթացի մեջ։ Ավելի լավ է նախապես բացառել բոլոր հնարավոր սցենարները։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կրկին, որ միշտ մեզ հետ եք, անչափ սատարում եք, ինչի համար ես ձեզ շատ երախտապարտ եմ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, հուսով եմ կհանդիպենք ուրբաթ, ձեզ խաղաղ երկինք եմ մաղթում եւ բարով մնաք։